6-րդ օրն է փակ է Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային Ստեփան-Ծմինդա-Լարս ճանապարհը, բայց Հայաստանի կառավարությանը առ այսօր հայտնի չէ, թե դեռ որքան այն փակ կմնա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասաց, իրավիճակը դեռ գնահատվում է։ Այս ամենը գնահատվում է հիմա։ Ես կխնդրեի դրա վերաբերյալ արդեն իսկ համապատասխան նախարարություններից ստանալ, որ գնահատականները ստանում են իրենց գործընկերներից եւ կարծում եմ, որ մենք կանենք ամենը, որպեսզի արագացնենք, որտեղ մեզ համար արտահանումը խիստ կարեւոր է։ Այսինքն այս պահին չենք կարող ասել երբ կբացվի։ Ճիշտ եմ ձեզ հասկանում, պարոն Գաբրիելյան։ Այս պահին գնահատականները ճշտվում են։ Դիտարկմանը թե նշվում է, որ ճանապարհի վերականգնողական աշխատանքը կարող է տևել մոտ 40 օր, Գաբրիելյանը արձագանքեց, կառավարությունում հույս ունեն, որ ճանապարհը կբացվի ավելի շուտ եւ խնդիրը գտնվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի ամենօրյա հսկողության ներքո։ Ազատության հարցին տարօրինակ չէ արդյոք, որ գրեթե ամեն տարի փլուզումներ են տեղի ունենում Հայաստանի համար կենսական այդ ճանապարհի վրա, փոխվարչապետն արձագանքեց։ Ամեն տարի փլուզումները դրանք կախված են երկրաբանությունից եւ տեղանքից։ Դրա վրա չեմ կարծում, որ որևէ մեկը ազդեցություն ունի եւ ես չեմ կարծում, որ դա որևէ կերպ կառավարվող process է։ Բայց չի կարելի այնպես անել, որ ճանապարհը, նորմալ վերանորոգվի։ Եթե դուք խոսում եք ճանապարհի հիմնարար վերանորոգման մասին, ապա ճանապարհի հիմնարար վերանորոգումը արժի հարյուրավոր միլիոններ։ Եթե մենք դոլարներով ենք խոսում եւ այդ պատճառով Ռուսաստանի Դաշնությունը նման ծախսեր անելու տեսակետից իր առաջնահերթություններն է որոշում։ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն Ազատությանը փոխանցեց, ստեղծված իրավիճակը ազդեցություն չի գործել գյուղացիներից կատարվող մթերումների վրա։ Գյուղացիներից գնումների գործընթացը շարունակվում է։ Ամենօրյա մենք տեղեկատվություն ստանում ենք մահվերից եւ օրական էլի 150 տոննայի 200 տոննայի չափով էլի արտահանում կա Ծիրանի մուսով։ Կան դեպքեր, երբ որ արդեն Լարսի պատճառով բերքը փչացել է կամ։ Մենք նման ինֆորմացիա չունենք, ահազանգ չունենք։ Բեռնափոխադրումներ իրականացնող Ապավեն ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի խոսքով Հայաստանից դեպի Ռուսաստան եւ հակառակը բեռնափոխադրումներ իրականացնողները օգտվելու են լաստանավի ծառայությունից, սակայն լաստանավերը չեն կարող մեկ փոխադրումով լուծել կուտակված բեռնատարների հարցը, ուստի ժամանակ է հարկավոր։ Նրա խոսքով ներկայում հայաստանյան ապրանքներով մոտ 100 բեռնատար է կուտակվել Վրաստանում։ Իրավիճակը այսպիսին է, կա մեկ խոշոր լաստանավ, բուլղարական ավանդաբար, որն աշխատել է, մեր խոշորագույն փոխադրող եւ մթերք մշակող ընկերությունը Սպայկան հրատապ 2 time charter արել 2 լաստանավերի, ավելի փոքր քանակի են նրանք 50-60 մեքենա են վերցնում, որպեսզի այս կուտակումները կարողանան մաքրել եւ հիմնականում արտահանման դեպքում առաջնային առավելություն տվում է փչացող բեռներում։ Ղազարյանի խոսքով Լարսի ճանապարհին ստեղծված այս իրավիճակը սպասելի էր, որովհետև անցած տարի այդ տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժը ըստ վրաց երկրաբանների զգալիորեն թուլացրել էր ճանապարհը։ Ինչ արագությամբ կմաքրեն կաշխատեն, ես այսօր ինֆորմացիա չունեմ եւ դժվարանում եմ մարգարեական կանխատեսում անել, բայց մենք պետք է պատրաստ լինենք վատթարագույն ժամանակային։ Ինչ է դա նշանակում։ Մեկ ամիս։ Մեր զրուցակցի համոզմամբ ամեն դեպքում լաստանավերը չեն կարող փոխարինել ցամաքային ճանապարհին, որովհետև չեն կարող մինչև նոյեմբեր տևող արտահանման ակտիվ ժամանակաշրջանում նույն ծավալի բեռ տեղափոխել Ռուսաստան եւ բացի այդ լաստանավը մոտ 30%-ով թանկացնում է բեռնափոխադրումը։ Ազատության հարցին Լարսը կարծես լուրջ խնդիր է դառնում եւ ինչ են մտածում հայաստանյան գործարար հանրությունում, Արսեն Ղազարյանը արձագանքեց. Ջանքեր են գործադրվում արտահանումը դիվերսիֆիկացնելու համար եւ օրինակ վերջերս Չինաստանում բացվել է հայաստանյան ապրանքների մշտական գործող վաճառքի սրահը։ Մենք պետք է կարողանանք կախված չլինել մի շուկայի գնողունակությունից, այդ շուկայի ազգային դրամի, ասենք ռուբլու արժևորում արժեզրկումից եւ ճանապարհներից։